Սահմանադրության օրվա առթիվ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ուղերձ է հղել, որում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ, շնորհավորում եմ բոլորիս մեր պետության մայր օրենքի Սահմանադրության օրվա առթիվ, որով ամրագրվեց մեր պետականության ինքնիշխանությունը։ Հավատարիմ մնալով ժողովրդավարական սկզբունքներին, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, աչքի առաջ ունենալով աշխարհի փորձը 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով հայ ժողովուրդը այո ասաց մեր երկրի գլխավոր օրենքին։ Ընդունելով Սահմանադրությունը 31 տարի առաջ ստանձնեցինք մեծագույն պատասխանատվություն պետություն ունենալու և այն կայացնելու համար։ Անցած տասնամյակները լի էին փորձություններով, ինչպես նաև փորձառությամբ, իրավական պետության ճանապարհին առկա խնդիրների ու մարտահրավերների լուծմամբ։ Մայր օրենքն ամենից առաջ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատություններն ամրագրող փաստաթուղթ է, մարդակենտրոն հռչակագիր, որի կենսունակության համար պատասխանատու ենք բոլորս։ Այսօր էլ մեզ համար գերակա են սահմանադրական շատ ուղենիշների բարեփոխման գործընթացի կյանքի կոչելը, որոնց ներդրմամբ կարող ենք գրանցել կայուն առաջընթաց իրավական պետության զարգացման ճանապարհին։ Սահմանադրությամբ ամրագրված արժեքները կարող են դառնալ իրողություն, եթե յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով և լիազորությունների շրջանակներում նպաստենք դրանց կյանքի կոչմանը և միաժամանակ կրենք այդ արժեքները։ Ավելի ուժեղ երկիր ու կայացած համայնք ունենալու համար պետք է առավել պատասխանատու և նախաձեռնող լինենք հարգելով այն օրենքը, որը նաև ներդաշնակ հասարակություն ունենալու երաշխավորն է։ Կայացած ու ինքնիշխան պետության վավերագրերն են նաև Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք ամբողջացնում են մեր երկրի դիմագիծը, որոնցով ներկայանում ենք նաև աշխարհին։ Սիրելի հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ, իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ բոլորիս պետական այս կարևորագույն տոնի առթիվ։ Մենք միասին համատեղ ջանքերով պետք է կառուցենք իրավական երկիր, քաղաքացու և իշխանության փոխադարձ վստահության, հարգանքի, ներքին համերաշխության և կայունության պայմաններում, համատեղելով մեր ջանքերն ու ուժը, միավորելով հզոր ու կայացած պետություն ունենալու մեր ձգտումներն ու նպատակները։ Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն մեր ժողովրդին, ամուր կամք և նպատակասլացություն մեր հավաքական երազանքների և նպատակների իրականացման ճանապարհին։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյան։